Իրանական վերնախավի դեմ նոր գործողությունների ֆոնին Financial Times-ը բացահայտել է, թե ինչպես է հնարավոր դարձել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի սպանությունը։ Ըստ Իսրայելի հետախուզության աղբյուրի, Մոսադը հասանելիություն է ստացել Իրանի փողոցներում տեղադրված տեսախցիկներին։ Իսրայելական հետախուզության աշխատակիցը Financial Times-ին պատմել է, որ իրենք Թեհրանը Երուսաղեմի պես լավ են ճանաչել։ Այսօր Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ մինչև վերջին րոպեն Ալի Խամենեին իր աշխատասենյակում է եղել, գիտակցաբար զոհաբերել է իրեն հանուն Իրանի։ Ֆիրդուսի փողոցում հսկայական ավերածություններ են եղել երեքշաբթիի հրթիռակոծությունների հետևանքով։ Բնակելի շենքեր են ավերվել, մի քանի տասնյակ մեքենաներ ջարդվել։ Այդպիսի կադրեր կան նաև Թեհրանի Շահիդ Մոթահարի փողոցից ինտենսիվ հրթիռակոծությունից հետո։ Մարդիկ այս ու այն կողմ են փախչում, հնարավորության դեպքում փողոցներից հեռացնելով հարվածներից զոհված հարազատներին։ Թեհրանի Գանդիի հիվանդանոցին հասցված հարվածները լուրջ ավերածությունների պատճառ են դարձել։ Քանդվել են հիվանդասենյակները, կոտրվել պատուհանները։ Հիվանդներին հասցրել են արագ տարհանել, ըստ հիվանդանոցի գլխավոր տնօրենի տուժածներ չկան։ Հիվանդանոցում մոտ 30 հիվանդ է եղել, 8-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ինչպես նաև մի հղիկին, որ նոր էր ծննդաբերել, նորածինը հիվանդասենյակում էր։ Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի 2 հիվանդներ ինտուբացված էին ու գտնվում էին հատուկ պայմաններում։ Բարեբախտաբար բոլոր հիվանդները տեղափոխվել են առանց զոհերի, սակայն աշխատակիցներից մեկը պայթյունավտանգ ալիքի պատճառով ուղեղի ցնցում եւ արյունազեղում է ստացել, ինչը վիրահատական միջամտություն է պահանջել։ Կադրեր են տարածվել, ինչպես են Բուշեհրի թիրախավորված հիվանդանոցից դուրս հանում նորածիններին։ Իրանում այսօր հուղարկավորել են Մինաբի դպրոցի հրթիռակոծությունից զոհված 140 աշակերտների, 25-ի մարմինը դեռ չի նույնականացվել։ Համացանցում հրապարակված գերեզմանատան լուսանկարը իրանական մեդիան վերնագրել է Թրամփի նվերը իրանցիներին։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային անընդունելի է համարել արդարացումները, թե աղջիկների դպրոցի վրա հարձակումը պատերազմի կողմնակի հետևանքներից է։ Ամենաամոթալի արդարացումն այն է, թե աղջիկների դպրոցի վրա հարձակումը պատերազմի կողմնակի ազդեցության հետևանք է։ Կալիֆորնիայի նահանգապետը նույնպես դատապարտել է դպրոցի վրա հարձակումը, հարց տալով, թե ինչ սպառնալիք էին ներկայացնում իրանցի դպրոցական աղջիկները Միացյալ Նահանգների համար։ Մենք պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ մեր կամ իսրայելական ռումբերը օգտագործվել են երեխաների սպանության համար։ Դրանք ինչ սպառնալիք էին ներկայացնում, այդ մասին չեն ասել։ Ըստ իրանական Կարմիր մահիկի իսրայելա-ամերիկյան հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 787-ի։ Իդեպ հարվածներ են հասել նաև Լորեստանում գտնվող Կարմիր մահիկի գրասենյակին։ Լիլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։